Եթերում պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Միություն 2015 հաղթանակի ժառանգներ ռազմամարզական մրցույթ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ով անձամբ պարգևատրել է հաղթող թիմերին։ Հավաքի վերջին օրերի ուշագրավ դրվագներն ամփոփ ներկայացնում են իմ գործընկերներ Նայրա Համբարձումյանը եւ Զավեն Մաթևոսյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 17-ից Ծաղկաձորի գլխավոր մարզական համալիրում Միություն 2015 հաղթանակի ժառանգներ խորագրով ռազմամարզական հավաքի դրոշի ներքո էին համախմբվել պատանիներ նախկին ԽՍՀՄ երկրներից՝ Հայաստանից, Բելարուսից, Էստոնիայից, Լատվիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոլդովայի Մեծդնեստրյան Հանրապետությունից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից։ Հավաքին Հայաստանը ներկայացրեցին Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, Երկրապահ կամավորականների միության պատանի երկրապահ Փոքր Մհեր Տիգրան Մեծ կրթահամալիրների սաները։ Ներգրավված էին նաև մասնակիցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանից։ Միջոցառման նպատակն էր երեխաների մեջ սերմանել առաջին հերթին բարեկամություն, նաև արժևորել հայրենական պատերազմում հաղթանակի կերտման գործում իրենց ավանդը ներդրած ժողովուրդների սխրանքը։ Իդեպ հավաքն այս տարի նվիրված էր հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։ Նախաձեռնությունն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հովանու ներքո ռուսական Դոբլեստ Отечества հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման եւ Ռուս ռազմական բազմամարտի ֆեդերացիայի աջակցությամբ։ Նրանք այս պատանիները հավաքվել էին մի դրոշի ներքո իրենց ընդվզումի խոսքն ուղղելու համայն մարդկությանը։ Նրանք հավաքվել էին ոչ ասելու բոլոր տեսակի պատերազմներին։ Նրանք հավաքվել էին հիշելու ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակը եւ եւս մեկ անգամ արժևորելու իրենց պապերի ներդրումն այդ հաղթանակի կերտման գործում։ Նրանք այդ հաղթանակի ժառանգներն են, եւ թեև այսօր խաղաղ են ապրում իրենց հայրենիքներում, բայց նրանց էլ ասես փոխանցվել է պատերազմի անգամ տարիների խորքից լսվող ահասարսուռ ճիչը։ Չեմ կարող ասել հատկապես ինչ է պատերազմը, բայց կարող եմ համեմատել։ Կարծես այն բարձր ձայն է, որի արձագանքը հնչում է տասնամյակներ շարունակ։ Պատերազմը դա ցավ է, արյուն, մահ։
Միություն 2015 հաղթանակի ժառանգներ մրցույթ հավաքի մասնակիցներին օգոստոսի 22-ին այցելել էր Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։ Հավաքի մասնակիցների համար անչափ տպավորիչ էր Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպումը։ Պատանիները նշում են, որ երկրի առաջնորդի խոսքը շատ տպավորիչ էր ու պարտավորեցնող բոլորի համար, անկախ ազգությունից։ Մրցույթ հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Հանրապետության նախագահը խորհրդանշական համարեց, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ մեծ հաղթանակի 70-ամյակի։ Ապա շեշտեց, որ այդ հաղթանակը հնարավոր է դարձել ի շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության։ Մենք ուղղակի պարտավոր ենք թանկ գնահատել այդ հաղթանակը։ Պետք է երախտապարտ լինել այն մարդկանց, ովքեր մտահղացել եւ իրականացնում են այսպիսի ծրագիր, քանի որ առաջին հերթին այս նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծել հարթակ, որտեղ կարելի է ծանոթանալ միմյանց պատմությանն ու մշակույթին, որտեղ հնարավոր է կիսվել գիտելիքներով եւ իհարկե նոր ընկերներ ձեռք բերել։ Նախագահը վստահություն հայտնեց, որ հավաքի մասնակիցների մեծ մասը ամեն ինչ կանի, որպեսզի բարեկամությունը, մարդկային սիրալիր հարաբերությունները լինեն հավերժական։ Ցանկացած ընկերություն, ցանկացած համագործակցություն մշտական ջանքերի կարիք ունի, ուշադրություն ու հոգատար վերաբերմունք է պահանջում։ Հանրապետության նախագահը նաև դիտեց ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի եւ Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը։ Հավաքի մասնակիցները նախագահին նվիրեցին Ռուսաստանի Դաշնությունում Ուրալի վարպետների կողմից պատրաստված կնիկ, մաղթելով, որ այն հնարավորինս հաճախ դրվի միության հավաքների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա։ Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը եւ մեր երկիրը մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ 1 կամ 2 անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան, հավաքի մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեն եւ լավ տպավորություններով հեռանան տուն։ В комнате я живу с Ильей, он с другого взвода, и с Татосом. Ես ապրում եմ Իլիայի եւ Թաթոսի հետ։ Թաթոսն ապրում է Երևանում։ Լավ տղա է, լուրջ, ուրախ։ Առհասարակ հայերը կատակասեր են։ Вообще армяне, они очень хорошо шутят. Я надеюсь, что мы будем продолжать общаться. Հուսով եմ հավաքից հետո նույնպես կշարունակենք շփումը։ Պարզապես անհնար է առանց շփման։ Սրանք օրեր են, որ մեզ երջանկություն են պարգևել, փոխվստահություն ձևավորել, նույնիսկ սեր արթնացրել։ Взаимопонимание и даже любовь. Ինչ վերաբերում է Միություն 2015 հաղթանակի ժառանգներ Հայաստան մրցույթ հավաքի վերջին օրերի ընթացքին, ապա օգոստոսի 21-ի մրցութային ծրագրում ներառված էր միայն մեկ մրցաձև՝ ուժային փորձարկում։ Խառը սկզբունքով համալրված դասակները թիմային պայքարի մեջ էին։ Օրվա ընթացքում զուգահեռ կազմակերպվել են վարպետության ու վերապատրաստման դասընթացներ դիվանագիտության, հետախուզական վերլուծության, կրակային պատրաստության ու ինժեներային սարքավորումների, բուժօգնության առանձնահատկությունների վերաբերյալ, որն ամփոփվել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող թիմերի համատեղ մշակութային ծրագրով։ Օգոստոսի 24-ին էլ հավաքի շրջանակում անցկացվել են ստուգատեսեր բասկամարտի, հետախույզի արահետ, կշռաքարի բարձրացում վարժություններից, ինչպես նաև մարմնամարզություն, հունահռոմեական ըմբշամարտի, ինժեներական պատրաստության եւ կապի միջոցներից օգտվելու վարպետության դասեր։ Սպորտային միջոցառումներից զատ անցկացվել են նաև առաջին բուժօգնության կազմակերպման պարապմունքներ։ Օրվա ավարտին Մոլդովայի եւ Ուկրաինայի թիմերը ներկայացել են ազգային մշակութային ծրագրով։ Երեկոն ամփոփվել է օրվա մրցապայքարում աչքի ընկած եւ վարժությունները բարձր ցուցանիշներով հաղթահարած մասնակիցների պարգևատրման արարողությամբ։ Ինչպես արդեն նշել ենք, Միություն 2015 հաղթանակի ժառանգներ Հայաստան միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ հավաքը հագեցած էր ինչպես մարզական միջոցառումներով ու մրցույթներով, այնպես էլ մշակութային ծրագրերով եւ պատմամշակութային եւ տեսարժան վայրեր այցելություններով։ Օգոստոսի 25-ին հավաքի մասնակիցները Երևանի հաղթանակ զբոսայգում ծաղկեպսակ տեղադրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար գրակի մոտ, որից հետո շրջեցին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան զինվորական թանգարանում, ծանոթացան մեծ հայրենականի ուշագրավ դրվագներին ու հաղթանակներին, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին։ Հայաստանի պատմամշակութային վայրեր այցելությունների ծրագրի համաձայն հավաքի մասնակիցներն օգոստոսի 25-ին եղան Մատենադարանում, ծանոթացան հայ մատենագրության նյութական ժառանգությանը, ուղևորվեցին Էջմիածին, Մայր տաճարի գանձարանում հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու հայոց հոգևոր եւ եկեղեցական մշակույթին։ Նույն օրը հաղթանակի ժառանգները եղան նաև Գեղարդի վանական համալիրում եւ Գառնիի հետանոսական տաճարում, այցելեցին հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ։ Очень красивый город. Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, հնի ու նորի խաչմերուկում։
Շրջակա բլուրների համապատկերում աննկարագրելի տեսարան է բացվում։ Սիրեցի հատկապես գիշերային Երևանը։ Փողոցում կարելի է հանդիպել շատ մարդկանց։ Բոլորն այնքան սիրալիր են, քաղաքը ողողված է լույսերով։ Շատ հավանեցի երկող շատրվանները։ Այո, երկող շատրվաններն իսկապես շատ գեղեցիկ են։ Очень тронула Շատ հուզիչ էր հայերի ցեղասպանության թեման։ Երբ նայում ես լուսանկարներին, ուր արտացոլված են կոտորված մանուկներ, որոնց կյանքը դեռ նոր էր սկսվում, պարզապես անմեղ երեխաներ, նորածին, բայց արդեն ամեն ինչ կորցրած սարսռում ես։ Պատկերացնել անգամ չես ուզում։ Լուսանկարներն արդեն ամեն ինչ ասում են։ Տատիկս Երևանում է ապրում։ Նա ուսումնասիրում է մեր ընտանիքի պատմությունը։ Բազմիցս պատմել է, որ իմ նախատատերն ու նախապապերը նույնպես Օսմանյան Թուրքիայի հայահալած քաղաքականության տուժածներն են եղել։ Բարեբախտաբար ողջ են մնացել։ Շատ տպավորիչ էր, նույնիսկ ցավալի։ Իսկ օգոստոսի 26-ին հավաքի մասնակիցներն այցելեցին Ծաղկաձորի Կեչարի իսպանական համալիր։ Այնուհետև ճոպանուղով փոքրիկ էքսկուրսիայի միջոցով հնարավորություն ունեցան վայելելու Ծաղկաձորյան բնությունը Թեղենիսի բարձունքից։ Էքսկուրսիայից հետո հավաքի մասնակից պետությունների բոլոր ներկայացուցիչները հավաքի կազմկոմիտեի կողմից պարգևատրվեցին խորհրդանշական մեդալներով ու պատվոգրերով։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հավաքի բոլոր մասնակիցներին հանձնվեցին Հայաստանը ներկայացնող տեղեկատվական նվեր-փաթեթներ։ Օրվա ընթացքում հավաքի անցկացման վայրում կազմակերպվել են նաև մարզական ընկերական հանդիպումներ տարբեր մարզաձևերում։ Երեկոյան տեղի ունեցավ նաև Սվինամարտ եւ Շարային պատրաստություն մարզաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած դասակների պարգևատրման արարողությունը։ Օրն ավարտվեց մշակութային ծրագրով, որի ընթացքում պարգևների արժանացան նաև լավագույն բեմական երաժշտական կատարումներով հաղթող ճանաչված պետությունները։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև դեռ բացման ժամանակ հայտարարված Որսա պահը տեսահոլովակների մրցույթը։ Հանդիսատեսի դատին ներկայացվեցին այս օրերի ընթացքի մասին հավաքի մասնակիցների կողմից պատրաստված տեսանյութերը։ Մեր պապերը կռվել են միասին։ Բոլորը մեկ միասնություն են եղել, եւ հայերը, եւ ղազախները, եւ ռուսները, եւ սա կարծես կրկնությունն է։ Մենք ցանկանում ենք զգալ այդ ամենը։ Ուզում եմ բոլորն իմանան, թե ինչպիսի պապեր եւ ապուպապեր ենք ունեցել, որպիսի բոլորն իմանան մեր նախնիների սխրանքների մասին։ Հանուն մեր երկրի ոչինչ չենք խնայի։ Նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք պայքարել, չխնայելով ոչ արյունը, ոչ էլ կյանքը։ Պատասխանատվությունը շատ մեծ է, ուրախ ենք հրավերի համար։ Այստեղ մենք կանցնենք զինվորական պատրաստություն, փորձ ձեռք կբերենք եւ հնարավոր է երբևէ, իհարկե ցանկալի չէ, բայց եթե հարկ լինի կպաշտպանենք մեր հայրենիքը։ Մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ մենք ներկայացնում ենք Ուկրաինան, այստեղ Հայաստանում։ Մենք անգամ ամենափոքր սխալի իրավունք չունենք։ Իսկ ահա օգոստոսի 27-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում կայացավ Միություն 2015 հաղթանակի ժառանգներ Հայաստան միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը։ ԱՊՀ անդամ 12 պետությունների ռազմամարզական կադետական վարժարանները ներկայացնող պատանիները խառը սկզբունքով կազմված դասակների կազմում օրեր շարունակ տարբեր մրցաձևերում պայքարում էին լավագույնի տիտղոսին արժանանալու համար։ Երկշաբաթյա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին հետևյալ անվանումները կրող թիմերը. Ալֆա 3-րդ հորիզոնական, Դեսանտուրա 2-րդ հորիզոնական, Արագ արձագանքման հատուկ ջոկատ առաջին հորիզոնական։ Շնորհավորելով արտերկրից ժամանած պատվիրակություններին ու հավաք մրցույթի կազմակերպիչներին, Սեյրան Օհանյանն ընդգծեց մրցույթի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների ու մասնակիցների ընդհանուր պատրաստվածության բարձր մակարդակը։ Պաշտպանության նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմամարզական մրցույթ հավաքն անցկացվեց նախկին խորհրդային միության պետությունների եւ հատկապես հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարում, մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակի եւ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում։ Կարծում եմ, որ հավաքի 12-ամյա փորձառությունը Հայաստանում իր գագաթնակետին է հասել։ Մեր ժառանգներն արժանի հետնորդներ են, ապագան նրանցն է, եւ նրանք հաղթանակի իրական կրողներն են լինելու։ Ժամանակակից աշխարհում շատ բարդ է մեկ ժողովրդի, մեկ պետության համար կառուցել իր ապագան։ Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կերտում ենք ընդհանուր հաղթանակ, ընդհանուր կարողություններ, որպեսզի ապագան էլ միասին կառուցենք։ Պատերազմն իսկապես վատ երևույթ է, ու նրանք, ովքեր երբևէ պատերազմ տեսել են, չեն ցանկանա երբեք այլևս տեսնել դա։ Այն գիտելիքները, որ դուք այստեղ ստացել եք, պետք է օգտագործեք միայն ամբողջ աշխարհում խաղաղություն պահպանելու համար։ Երեկոն եզրափակվեց հրաժեշտի խարույկի շուրջ։ Խորհրդանշական խարույկը վառեցին կշռաքարի բարձրացում վարժության կատարումը բարձր մակարդակով մատուցած մասնակից Ալյոնա Բեցկիխը
եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանանի սան Սուրեն Հովսեփյանը, որին հաջորդեցին շքեղերավարությունը, ուրախ դիսկոտեկի հնչյունները, հրաժեշտի գրկախառնությունները, մի քիչ թաց աչքերով ու արդեն իսկ կարոտով, չէ որ անցած 10 օրերն աշխարհի մի փոքրիկ անկյունում, որ Հայաստան ու Ծաղկաձոր է կոչվում, համադրելու են հավաքի մասնակից պատանիների կյանքի ամենագեղեցիկ օրերի շարքը, եւ այսուհետ Հայաստան անունը նրանց համար խորթ ու անծանոթ չի լինելու, այլ ջերմ ու հարազատ, ինչպես անցած օրերն էին, եւ ամենակարևորը, Հայաստանն այսուհետ ընդհանրացվելու է թերևս ամենից թանկի խաղաղության հետ։ Խաղաղությունն այն երջանկությունն է, երբ կարող ես տեսնել հարազատներին։ Սարսափելի է պատկերացնել, որ նրանք կարող են չլինել։ Мир – это Խաղաղությունը երեխաների ուրախ շփիթն է։ Мир, когда Խաղաղությունը հոգու հանգստություն է, երբ դու հանգիստ ես, երբ կարող ես ուղևորվել այլ երկիր եւ քեզ կընդունեն հարազատի պես։ Քեզ չեն արհամարի եւ չի լինի ազգային խտրականություն։ Քեզ կընդունեն բարեկամաբար, դու օտար չես լինի։ Мир. Мне хорошо знаком мир, но я могу Խաղաղությունն այնքան հարազատ է, դա այն տարածությունն է, որում ես ապրում եմ։ Դա մարդկանց ժպիտն է, հանգստությունը, առողջ դատողությունը։ Խաղաղությունը դա հարազատների ուրախությունն է եւ հարևանների ուրախությունը։ радость близких и радость соседей. Դե ինչ, մինչ նոր հանդիպում Միություն 2016 հավաքի շրջանակներում։ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, հարուստ է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անցած մարտական ուղին։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել, սակայն 1992 թվականի օգոստոսի 24-ը Բեկորի համար ճակատագրական եղավ։ Ներկայացվող տեսանյութն անդրադարձ է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անցած մարտական ուղուն։ Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով։ Ասում էր Արցախի լեգենդար հերոս առաջին վաշտի հրամանատար Բեկորը, որի համար հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում։ Ռազմիկ Բեկորը, Ռազմիկ ինձ լավ ես լսում։ Շամո Բեկորը, 832 Դե այդ վսատին իրա թխեք։ Այս համոզմունքով է պատերազմի տարիներին առաջնորդվել Բեկոր անունը ստացած Աշոտ Ղուլյանը։ Ճակատագիրը նրա առջև բազում պարտականություններ էր դրել, որոնք նա բարեխղճորեն կատարեց իր կարճատև կյանքի 33 տարիների ընթացքում։ Արցախյան շարժումը նրա ընտանիքի համար սկսվեց դեռևս 1987 թվականին, գաղտնի ստորագրահավաքը սկսվելուն պես, որի ակտիվ մասնակիցներից էր նաև Աշոտ Ղուլյանը։ Մի առիթով մարտական ընկերներին Բեկորն ասել է. եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու։ Քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է։ Սկսվեցին ցույցերը, սակայն Աշոտը դեռ սկզբից գիտեր, ցույցերով հարցը չի լուծվի։ Այդ օրվանից նա սկսեց մտածել զենք ձեռք բերելու մասին։ Բարձրագույն կրթություն չունեցող երիտասարդ տարիներին դերձակ շինարար, ավտովարորդ, փականագործ աշխատած Աշոտն ընկերների աջակցությամբ սկսում է ինքնաշեն նռնակներ ու հրացաններ պատրաստել։ Նրա ստեղծած առաջին զենքը 16 գծանի կարճափոխ հրացանն էր։ Մարտական անունը Աշոտը դեռ վաղուց էր ստացել, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5-ից 4-ի անունը Աշոտ էր, եւ որպեսի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, ով արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի Բեկոր վաստակել, անվանեցին Բեկոր։ «1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ Վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։
Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6:39-ին Աշոտը կապվում է կենտրոնական շտաբ Արկադի Տեր Թադևոսյանի հետ եւ հաղորդում, որպեսզի հայտնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք, ավելացրել էր Բեկորը։ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Շահումյան, Մալիբեյլու, Խոջալու, Շուշի, Մարտակերտ, Մաղավուս, Սրխավենդ, Դրմբոն։ «1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։ Գնդակն այս անգամ մահացու էր։ 1985-ին են ամուսնացել Աշոտն ու Նելին։ Մեկ տարի անց ծնվեց նրանց առաջնեկը՝ Արթուրը։ Իսկ 1989-ին Հմայակը։ Ցավոք, երրորդ որդուն Աշոտը չհասցրեց տեսնել։ Նա ծնվեց 1993-ին, Աշոտի զոհվելուց հետո։ Մայրը նրան կոչեց հոր մարտական անունով՝ Բեկոր։ Փոքրիկ Բեկորը հերոս հորը ճանաչում է միայն մոր, հարազատների, բարեկամների եւ հոր մարտական ընկերների պատմածով։ Նա ի տարբերություն ավագ եղբայրների հնարավորություն չի ունեցել շփվել, գորգի վրա կռիվ տալ հոր հետ։ Ամեն մարտից առաջ հաջող ասել հորը։ Աշոտ Ղուլյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի ոսկե արծիվ շքանշաններով։ Կիսեմ քեզ հետ, վեր կաց եղբայրին, ցավը կիսենք մեկտեղ, սառած մարմնիդ ես հուր կդամ, իսկ երկերին թևեր կդամ, ու քեզ տանեմ մեր սարերով, ու քեզ տանեմ մեր լեռներով, ցույց տամ երկինքը մեր մասի սալերու տունը, հայրենի մեր տունը, վեր կաց եղբայրիմ, նոր օրն է արթնացել, վեր կաց եղբայրիմ, նոր կյանքն է շունչ առել, կապույտ երկնի անմար արքան, անդարների կանաչս կան, իսկ ես տանեմ քեզ սարերով, իսկ ես տանեմ քեզ լեռներով, ցույց տամ երկինքը մեր մասի սալերու տունը, հայրենի մեր տունը, բարձրացրու գրուհդ, զինվոր, բաց արա հոգնած կոպերդ, քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում։ Վեր կաց եղբայրին, զանգերը չեն լռել, վեր կաց եղբայրին, մեր երկը չենք գրել, կիսատ երկիդ նոր տողթել եմ, կիսատ զարգիդ նոր զարգ ձուլեմ, ու քեզ տանը մեր սարերով, ու քեզ տանը մեր լեռներով,
ցույց տամ երկինքը մեր Մասիսալերու տունը հայրենի մեր տունը ու քեզ դանը մեր սարերով ու քեզ դանը մեր լեռներով ցույց տամ երկինքը մեր Մասիսալերու տունը հայրենի մեր տունը Դինացի աղբերս, մի քիչ էլ դինացի, դու պիտի ապրես Մեր հաջորդ տեսանյութը մի ընտանիքի որդեգորույս մոր մասին է։ Նա ամիսներ առաջ կորցրել է միակ զավակին, Արսենը զոհվել է հակառակորդի գնդակից։ Օրերս մեր նկարահանող խումբն այցելել է տիկին Վարդանուշին եւ զրուցել նրա հետ։ Ամեն ինչ տեղի ունեցավ հանկարծակի ու սրընթաց, Արսեն Կարապետյանը դիրքերում էր։ Գարնան առաջին օրերին հակառակորդը ակտիվ խախտում էր հրադադարի ռեժիմն ու կանոնավոր կրակոցներ արձակում հայ դիրքապահների ուղղությամբ։ Հայկական կողմը կանոնավոր կրակոցները լրացնում էր, անկանոններին չէր արձագանքում։ Այդ օրերին էր, որ արիաբար զոհվեց հայ զինծառայող Արսենը։ Ամսի մեկին զանգեց, ասեց մամա ջան 100 օր հաշվի, ես գալիս եմ, սաղին էլ արդեն ասել էր բոլոր ընկերներին, բարեկամներին։ Ու ամսի 2-ին ամբողջ օրը իրանից լուրջ չունեցա, բայց իրիկունը շատ վատ եմ եղել, շատ, սիրտս ես սենց ոնց որ տեղից հելներ էր իմ սիրտը, այնքան վատ է աստնաս, ինչ եմ սենց վատ։ Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրաբար զոհվելու համար Արսենը հետմահու պարգևատրվել է մեդալներով։ Տիկին Վարդանուշի համար միակ սփոփանքը որդու լուսանկարներն են ու պարգևները, որ ամեն օր խնամքով ու հոգատարությամբ նայում է, հիշում ու հպարտանում։ Որդուն մեծացրել էր միայնակ, ամուսինը վաղուց թողել էր ընտանիքն ու հեռացել։ Մայր ու որդի ապրում էին այս փոքրիկ տանը վարձակալությամբ։ Տիկին Վարդանուշը սպասում էր, հենց այս ամառ որդին պիտի վերադառնար ու խնամեր իրեն, սակայն ճակատագիրն այլ ընթացք ունեցավ։ Որդու կորստից հետո տիկին Վարդանուշը դիմում է Երևանի քաղաքապետարանին ու թաղապետարանին, որպեսզի իրեն տուն հատկացնեն, որովհետև չի կարողանում վճարել տան վարձը։ Թաղապետարանը պարզաբանել էր, որ չեն կարող օգնել, քանի որ տիկին Վարդանուշը հաշվառված է իր հայրական տանը։ Ասեցի ես մենակ եմ, ոչ մի բան չունեմ, խնդրում եմ օգնեք տան հարցով։ Ասեցին քեզի ոչ մի բան չի հասնում։ Եղբորը տան վրա էս գրանցված, այնտեղ քեզ մի հատ կառավարի տեղ կա։ Տիկին Վարդանուշը իր խնդրով դիմել էր պաշտպանության նախարարին, Սեյրան Օհանյանը ընդունել էր ու աջակցել։ Նա նաև նշել էր, որ կքննարկվի բնակարան տրամադրելու հարցը։ Այսպիսի հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ 4 պատկ ունենամ, մեջը կապրեմ, իմ համար հիվանդ եմ, ինչ եմ գոնե ես տան մեջ կմնամ։ Առաջիկայում գուցե տիկին Վարդանուշի բնակարանի հարցը լուծվի, սակայն կարիքավոր ընտանիքների համար գլխավոր խնդիրը հասարակության ու պատկան մարմինի ուշադրությունն է, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել դժվարություններն ու սկսեն կյանքը նոր ու սպիտակ էջից։ Մեր վերջին տեսանյութն անդրադարձ է 2015 թվականի ֆուտբոլի համաբանակային առաջնության երկրորդ ներկորպուսային փուլի եզրափակիչ հանդիպմանը։ Օգոստոսի 28-ին միմյանց հետ են մրցել Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի եւ Երևանի կայազորի զորամասերից մեկի թիմերը։ Ֆուտբոլի համավանակային առաջնության երկրորդ ներկորպուսային փուլի եզրափակիչ մրցամարտն անցավ համառ եւ անզիջում պայքարում։ Առաջինը հաջողության հասան Երևանի կայազորի զորամասերից մեկի թիմի ֆուտբոլիստները, սակայն այնուհետև Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի հավաքականի խաղացողները հետսետե ուժեղացնելով ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ կարողացան հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ խաղակեսում պատասխան գոլի հեղինակ դարձավ նախարարության թիմի ավագ փոխգնդապետ Վահան Բեգլարյանը։ Հանդիպան հիմնական ժամանակն այսպիսով ավարտվեց 1-1 արդյունքով։ Լրացուցիչ ժամանակում նախարարության թիմի առավելությունը դարձավ ակնհայտ։ Նախ մայոր Արտյոմ Ղուշյանը հստակ իրացրեց տուգանային հարվածը, առաջ մղելով իր թիմին։ Իսկ այնուհետև նախարարության թիմի խաղացողները երրորդ անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Իդեպ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն նախարարության թիմի ֆուտբոլիստներին չհաջողվեց իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը։ Հանդիպումը ավարտվեց 3-1 արդյունքով։ Երկրորդ փուլի եզրափակիչ խաղի ավարտից հետո հաղթողի գավաթը հանձնվեց Պաշտպանության
նախարարության կենտրոնական ապարատի հավաքական թիմի ավագ փոխգնդապետ Բեգլարյանին։ Նաև մրցանակներ հանձնվեցին մրցաշարի լավագույն դարպասապահին, պաշտպանին, կիսապաշտպանին եւ հարձակվողին։ Վերջում հավելենք, որ սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը կանցկացվի ֆուտբոլի համաբանակային առաջնության 3-րդ եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 10 լավագույն թիմեր։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։